տեսեք մեկը հենա, մյուսն էլ հեսա։ Սա մոտենանք, լույս գցենք տեսնենք ներսում ինչ կա։ Տեսեք ես էլ մեր քարանձավը մյուս կողմից, ես արդեն իմ իրերը տեղակայել եմ։ Շատ հարմար է ինքը իրականում, ձիերի ձայները լսվում է, տարածքում վայ ձիեր կան։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր էլի դուրս եմ եկել Արշավի, մեր Հայաստանի անտառներից մեկում, շատ գեղեցիկ տեսարան է հիմա իմ առջևում, կուզենայի ձեզ էլ ցույց տալ ձիերը բնության մեջ։ Տեսեք ինչքան սիրուն է։ Նոր ծնված քուռակա։ Դիմացը արդեն անտառը երևում է, քայլենք, որպեսզի անտառում ինչ-որ հարմար տեղ գտնենք վրանը խփելու համար։ Եղանակային պայմանները մի քիչ անձրևոտ են, պետք է մի քիչ շուտ վրանի համար հարմար տարածք գտնեմ, որ անձրևի դեպքում պատը սպառվելու տեղ ունենամ, չթրջվեմ։ Տեսեք մամուռը ինձ սիրուն գորգի նման փռվել է քարերի վրա։ Դիմացը ժայռի նման հատված է, տեսնենք հնարավոր է քարանձավ լինի, եթե քարանձավ լինի հարմար լինի, տարածքը մի քիչ մեծ լինի, էլ վրան չենք խփի, արդեն կպատասպարվենք քարանձավում, մեր ճամբարը կտեղակայենք հենց քարանձավում։ Տեսեք ինչ հետաքրքիր սարք ունեմ, չորացրած սպիրտով վառարան է փոքրիկ, շատ հարմար է, ընթացքում առանց ծավալուն գործողությունների թեյ կամ սուրճ պատրաստելու համար։ Տեսեք ուղղակի վառում ենք, չորացրած սպիրտը, և
դնում վրան։ Որպես թեյ լորենու ծաղիկները կօգտագործեմ։ Համ հաճելի գույն է ստանում, համ էլ ինքը թրմված ժամանակ շատ համեղ է։ Փորձել եք լորենու թեյ։ Ինչ կարծիք ունեք, համով է թե չէ։ Հիասքանչ տեսարան։ Ընդհանուր առմամբ ես իմ հետ սնունդ վերցնում եմ որոշակի անտառում սնվելու համար, բայց ավելի հաճելի ու հետաքրքիր է լինում, երբ որ փորձում ենք բնությունից օգտվել։ Տեսեք, եղինջ է, ճանապարհին գալուց հանդիպեցի, ահագին շատ կա, ուրախացնող լուր է, չեմ օգտվի իմ վերած սնունդից, պատրաստեմ եղնջով ապուր, ասում են շատ համեղ է ստացվում, ճիշտ ասած չեմ փորձել, բայց կփորձենք այսօր միասին, տեսնենք ինչ ձև է ստացվում, կկիսվեմ տպավորություններով։ Դեռ թեյը պատրաստվում է, այդ ժամանակը փորձեմ ավելի ռացիոնալ օգտագործել, կհավաքենք բանջարը, եղինջը, ապուր պատրաստելու համար։ Ինչ շատ է դուր գալի ես գորգի նման խոտը մամուռը քարերի վրա, իմ համար հաճելի տեսարան է, ուստեղ շուրջ բոլորը համարյա խոնավության արդյունքում քարերի վրա այտենց մամուռներ կան։ Տեսեք ինչ սիրուն սնկեր են, ներսը կարմիր, ծաղիկների շուրջը։ Ընդհանրապես խոսք կա, չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց ասում են սունկ ինչքան տեսքով սիրուն է լինում, այնքան ավելի թունավոր է լինում։ Կա տենց բան, եթե կա գրեք մեկնաբանություններում։ Ինչ հետաքրքիր է, այդ նույն սնկից է, բայց բաժականման հատված ունի, անձրևաջուրը հավաքվել է մեջը։ Հետաքրքիր է, խի այտենց։ Ստեղ էլ կա։ Տեսեք իմ թեյը արդեն եռում է, կարելի ասել պատրաստ է, մի քիչ թրմվի գույնը տա ու կարելի է խմել։ Այդ ընթացքում ես բավականաչափ հասցրեցի եղինջ հավաքել։ Քանի որ նոր է գարունը բացվել, դեռ անտառում հատապտուղներ չկան, էլի։ Մի որոշ ժամանակ անց անտառում ավելի շատ թեյ պատրաստելու համար հատապտուղներ ու բուսատեսակներ կլինեն, մոշը, ազնվամորին։ Տեսեք կամաց մոտենում ենք ժայռին, ճիշտ ասած չգիտեմ ձեր մոտից երևում է թե չէ, բայց ինչ-որ քարանձավատիպ մի բան նկատում եմ, հեսա մոտենանք տեսնենք ինչ է։ Հուսով եմ հարմար տարածք կլինի,
Տեսեք այս սնկերից ինչքան շատ կա։ Ամեն քայլափոխին նկատվում է, ու հիմնականում մենակ դրանցից եմ նկատում հələ որ անցած հոլովակում ծառի սունկ էի գտե, հենց կոնկրետ ծառի սնկի համար գնացել էի անտառ, գտա ծառի սունկ, պատրաստել եմ, շատ համեղ էր, օրինակ ստեղ նայում եմ, ընդհանրապես չի հանդիպում, երևի տարածք կա, որ այդ տարածքում լինում է կամ տարածք կա չի լինում, չգիտեմ, բայց այս տարածքում կոնկրետ չկա, չորացած փայտ տարածքում շատ կա, տեսեք, երևի քամուց կոտրված ճեղեր են, որ վառելիքի հարցը հեշտ է, պետք չի հեռու գնալ, հենց քարանձավի տարածքում, տեսեք ահագին մեծ տարածք ունի ինքը, ոնց որ թե մարի հետքեր եմ նկատում, մարդիկ եղել են ստեղ արդեն, ուրեմն հարմար է էդի, հարցանանք տեսնենք ինչ է, տեսեք ինչ հարմար տարածք է, այս քարն էլ հենց պատրաստի անկողին ոնց որ լինի գետնից բարձր, տեսեք ինչ սիրուն է, մոտիկից ցույց տամ, լրիվ մեծ ժայռի տակ է գտնվում, այս հատվածում հենց իսկական կրականելու համար է, ոչ քամին կխանգարի, ոչ անձրևը, դիմացը անտառն է, մի հատ էլ եմ հետաքրքիր հատված նկատել, գնանք միասին տեսնենք այդ ինչ է, կտրված հատված է, տենաս ինչ կա ներսում, տեսեք ինչ հետաքրքիր է, հեսա փորձենք մի քիչ առաջ գնանք, լույսով հասկանանք ներսում ինչ է կատարվում, ինձ էլ է շատ հետաքրքիր, հուսով եմ ձեզ էլ, հույս ունենանք վտանգավոր բաներ չի լինի, չէ, տեսեք, պատկերը ոնց է, քանի կարամ առաջ գնամ, տեսեք ինչ հետաքրքիր է, երևի քարը առանձնացել պոկվել է, ընդհանուր ժայռից, ու սենց մնացել է, տարօրինակ բաներ չկար, բայց շատ հետաքրքիր է, այստեղ տեսեք ինչ որ կենդանու բույն է հաստատ, կամ մկներ, կամ սկյուր, իր պաշարն է, տեսեք ես էլ մեր քարանձավը մյուս կողմից, ես արդեն իմ իրերը տեղակայել եմ, շատ հարմար է ինքը իրականում, ձիերի ձայները լսվում է, տարածքում վայ ձիեր կան, փորձենք վառենք կրակը, ինքը շատ հարմար է, անձրևից, քամուց, պատը սպառվելու համար շատ հարմար տեղ է, իսկ այն քարը լրիվ անկողին է, բարձր, բնության հրաշք, ինչ ասես, տեսեք ինչ սիրուն է, տեսեք իսկ քարանձավի դիմացը, լրիվ անտառ է, շատ սիրուն է իրականում,
վառված ծառ է, երևի կայծակի արդյունքում է վառվել։ Կայծակից էլ նույն է, էլի որ ծառերը վառվում են։ Մինչ Ընրիկը պատրաստել է, մի փոքր մտածեցի քայլեմ անտառում։ Տեսեք ինչ եմ գտել, հեսա։ Տեսախցիկ թեքեմ դուք կտենաք։ Ինչ որ բաներ են ինձ թվում է, որովհետև դիմացը հողը տրորած է, իրանքի ժայռի մեջ են, հեսա թեքեմ կտեսնեք։ Տեսեք մեկը հենա, մյուսն էլ հեսա։ Հեսա մոտենանք, լույս գցենք տեսնենք ներսում ինչ կա։ Հուսով եմ արդ չի լինի մեզ ուտի։ Տեսեք ոտնահետքեր կան ստեղ ինչ-որ բան հաստատ բարձանում աստեղ։ Շատ առաջ չեմ ուզում էդ, հա։ Մեկ էլ տեսար վտանգավոր եղավ։ Ամեն դեպքում ներսում բան չկա։ Որոշեցի մտնել, տենանք ներսում ինչ կա։ Ինչ է դուր։ Սեք ընդեղ խորանում է։ Բայց բան չկա այս բանի ներսում։ Ինչ եմ գտել, որ քերած հատվածները նմանա ինչ-որ կենթանու չանչերի քերածի հետևանք ոնց որ լինի։ Կարող է էս բանի մեջ կենթանի մնա ինչ-որ ժամանակին։ Տեսեք ինչ նկատեցի, հետ գալու ընթացքում չէի նկատել։ Մացառախոզի փշեր են, տենում եք։ Ինչը որ իմ ասածը հաստատում է, որ ստեղ ինչ-որ կենթանու բույն է։ Տեսեք մացառախոզի փշերը։ Ու շատ կա։ Ես չէի նկատել։ Շատ սիրուն են իրանք։ Գիտեք չէ՞ որ մացառախոզը իր զենքն է, այս փշերը կարում է փշերով կրակի։ Այսինքն ինքը թողում է, երբ որ կպնում է իր գիշատիչ ինչ-որ կենթանի, որ ուզում է մացառախոզին վնասել, ինքը այս փշերով ծակում է ու փշերը թողում է այդ կենթանու վրա։ Իր պաշտպանական զենքն է, հետաքրքիր էր շատ։ Չի նկատել, լավա նկատեցի։ Տարբեր չափերի, տեսեք։ Փոքր փոշին մաքրենք, որ քնապարկել գցենք։ Հիմա կրակի հատվածը պատրաստենք։
պատրաստի ճղեր էլ կան ստեղ վառելու համար։ Քարերով կսարքեմ հիմա օջախ, որպեսզի կրակը վառենք։ Տեսեք ինչեր կա պատրաստած։ Նախորդ տեսալովակների մեջ կա պատրաստած սրանք մոմի ու բամբակի օգնությամբ։ Իրանք շատ հեշտ վառվում են ու երկար ժամանակ կրակ են պահում։ Լրիվ բավական է, որ խարույկը վառվի։ Իրան մի քիչ բացում ենք, որ բամբակը բարակի, կայծքարով կարողանանք կպցնել։ Տեսեք շատ հեշտ վառվեց։ Հիմա կդնենք ներքևում։ Կրակը կկպնի։ Մինչև կրակը թեժանա, եղինջը մաքրեմ, լվանամ, չնայած ստեղ օդը այնքան մաքուր է, որ լվանալու կարիք չկա, բայց ամեն դեպքում ինքը իրականում ինձ թվում է շատ կծակի, բայց այդքան շատ չի ծակում։ Եղինջը համ շատ օգտակար է, համ էլ համով է։ Առանձին ափսեի մեջ թողել որ մնա։ Օջախը մի քիչ բարձրացրեցի, որովհետև շատ ցածր էր, կրակը լավ չէր լինում անել։ Սա մեր օջախը։ Ես արդեն եղինջը կդնեմ, որ երեքվի։ Սա իմ ապաստարանը։ Մեր եղինջն է։ Հեսա մի քիչ աղ կցանենք, դնենք տապակի արդեն։ Որոշեցի եղինջը տապակեմ,
Համեր սոխը տապակեմ, միասին խառնեմ իրար։ Հիմա կդնենք նաև որ սոխը տապակվի։ Քիչ տեղ բացենք։ Սեք արդեն կամոց եռում է բանջարը։ Սկենք թող եռա։ Քիչ մանրացնում ենք բանակով։ Արդեն սոխը տապակվել է։ Հիմա կխառնենք, կմեցնենք բանջարի վրա։ Ձերքով մի անգամից։ Աղ կլցնենք։ Հիմա դնենք արդեն տապակվի։ Միջալոց շատ անուշ հոտ է գալի։ Ծածկենք թող տապակվի։ Պատրաստվել է։ Հիմա թեյնիկով ջուր դնենք թող եռա։ Կորոշենք սուրճ խմենք թեթեյ։ Այդ էս արդեն պատրաստ է, կարանք ուտենք։ Տեսեք ինչ ախորժալի տեսք ունի, միջալուց շատ անուշ հոտ ունի։ Մեր ճամբարը թեյնիկով դրել ենք մինչև լինի։ Լավ, արդեն հաց ուտենք մինչև հասկանանք մեր հետագա անելիքները։ Հիմա կրակը մի քիչ կթեժացնեմ, կարտոֆիլ ելնի, որպեսզի նաև մեր ջուրը եռա, թեյ կամ սուրճ խմենք, դեռ չեմ որոշել ինչ եմ խմելու, թեյ թե սուրճ։ Շատ հարմար սարք է ինքը կրակ վառելու համար։ Տեսեք մեր քարանձավում բացի ինձանից էլի բնակիչ կա, փաստորեն չի նկատել բույնը, թռչնի, չգիտեմ կգա թե չէ, բայց
ինչ որ մեկը էլի համարելա որ ստեղ ամենաիդեալականն է